Տեր Հիսուսը օրհնի բոլորիս, Աստծուն փառք այսօրվա իր հնարավորության համար, որ մենք միասին Տիրոջ ներկայության մեջ ենք։ Ես ունեմ խոսեմ մեր պատասխանատվության հետ կապված, մեր ընտանիքների հետ կապված, խոսքը իրենց հետ կապված, ասենց ասած, խնամքն է։ Հարցը ის չի, որ պիտի ես անպայման որևէ մեկս ընտանիք ունենանք, այսինքն ամուսին կին լինել, չէ, ընտանիքի զավակ եւ մնացած ամեն մեկը։ Եվ տեսնում ենք Սուրբ Գիրքը կարևոր տեղ է տալիս, Տերը կարևոր տեղ է տալիս, ասենք հավատացյալի համար իր ընտանիքի հետ կապված։ Օրինակ Կորինթացիների թուղթը, որ կարդում ենք 7-րդ գլխում, ներկայացնում է հետևյալը 7:14 ասում է. Որտև անհավատ մարդը սրբված է կնկանովը եւ անհավատ կինը սրբված է մարդովը, ապա թե ոչ ձեր որդիքը պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Այսինքն տեսնում ենք, որ Աստված օրհնում է այն ընտանիքը եւ հատուկ ուշադրության արժանացնում, որտեղ հավատացյալ կա։ Չէ, ասում է սուրբ է, մենք գիտենք, այստեղ նկատի չունի վիճակի կողմից, որտեղ եթե անհավատ է մարդը կամ անհավատակինը իրանք նշանակում են մեղքի մեջ են դեռ, այսինքն վիճակի տեսակետից իրանք մաքրված չեն, դեռ մեղքի մեջ են, այլ երբ որ ասում է սուրբ է, հասկանում ենք, որ առանձնացված է Աստծո համար հատուկ ուշադրության տակ, հատուկ օրհնության ներքո, հատուկ խնամքի տակ, այդպես կարելի ասել։ Եվ այսի իրոք մեծ հաջողությունը, եթե մի ընտանիքի մեջ հավատացյալ կա։ Սա ցույց է տալիս, որ այո, Աստված այդ հավատացյալով որոշել է հատուկ ձևի խնամք ուշադրություն տանել այդ ընտանիքի համար։ Բայց ամբողջ հարցը էս է, որ հավատացյալ մարդը, քրիստոնյա մարդը ինքը իրեն ոնց է պահում։ Այո, մարդը պիտի լուրջ վերաբերվի եւ իր, ասենց ասած, իրան տեսնի, որ քանի որ կարևոր տեղում է կանգնած, ինքը պիտի ուշադիր լինի, որպեսզի իրոք իրանով Աստված գործի իր տան մեջ եւ ոչ թե հանկարծ հակառակը, որտեղ շատ հաճախ մենք Սուրբ Գրքից էլ օրինակներ ունենք, որ մարդիկ իրենք չարություն արեցին, բայց դրանից նաեւ մեծ վնաս քաշեց իրենց ընտանիքը։ Եվ ընդհանրապես այո, ընտանիքը նաեւ այս առանձնահատկությունը ունի, որ դրանք իրար հետ խիծ կապված, շահկապված, կարելի ասել ինչ որտեղ նաև մեկացած այո, կյանքով ապրող մարդիկ են եւ մեկը մյուսի վրա մեծ ազդեցություն ունի, մեծ հետևանքներ թողնի։ Գուցե մեկ ուրիշի արածը կամ ասածը այդպես չազդի, ասենք որևէ մեկի վրա, եթե ինչպես օրինակ ընտանիքի անդամի ասածը կամ արածը։ Շատ հաճախ մարդիկ այո, իրենց կատարած գործով մեծ, ասենց ազդեցությունը հետևանք են թողնում իրենց ընտանիքի վարքագծի վրա, հետագայի հետ կապված։ Տեղեր կա Սուրբ Գիրքը ներկայացնում է մարդկանց համար, որ իրենց ընտանիքի վրա անեծք են բերում իրենց արածի պատճառով։ Իրենց արածը անեծք է դառնում զրկանք, չարիք է դառնում իրենց համար, դառնում է զրկանք, չարիք իր ընտանիքի համար, որ լսում են իրեն գուցե համամիտ են իր հետ, ասենց ասած այդ կապը, արյունակցական կապ կարելի է, հարազատական կապը կարևոր իր նշանակությունն է ստանում, որ ազդեցիկ է դառնում իր գործը ընտանիքի մնացած անդամների հետ կապված։ Այդպիսի օրինակներ ես կարամ հիշեցնեմ, հենց առաջի մեղքը, որ գործվեց, եթե հիշում եք, առաջի մեղքը, առաջի մեղք գործողը Եվան էր, չէ՞։ Երբ որ այդ գործեց այդ մեղքը, ինքը խաբվելով դա արեց։ Առաջի Տիմոթեոս 2:12-14 այդպես էլ ասում է առաջ Ադամը ստեղծվեցավ եւ հետո Եվան, բայց ասում է Ադամը Եվան սկզբից մեղք գործեց, չէ՞, բայց ասում է խաբվեց, բայց Ադամը ասում է ինչ արեց, չխաբվեց։ Այսինքն ինչ կատարվեց, գիտեք, նախ օձը համոզեց, խաբեց, մոլորեցրեց Եվային, ինքը մտածեց, Եվան մտածեց, որ դա այն ինչ որ իրեն ասում են իրոք այտենց էլ կլինի, խոսում էր բարիք, օրհնություն, լավ բան կլինի, չէ, ինքը մտածեց, որ այդպես էլ կլինի, այսինքն խաբված վիճակի մեջ էր։ Բայց հետո Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Ծննդոց 3:6-ում ասում, 11:13-ում ասում,
կինը տեսավ ծառը լավ է ուտելու համար եւ թե հաճելի էր աչքերին եւ փափագելի ծառը նայելու համար առավ նրա պտղիցը կերավ եւ իր հետ իր մարդին էլ տվավ եւ նա կերավ հետո երբ որ Աստված հարցնում է արդեն 3-րդ գլխի 11-13-ում ասում է ինչու այդ արեցիր չէ Ադամին ասում է այն կինը որ ինձ տվիր նա տվավ ինձ այն ծառիցը իրեն արդարացնում է ինչ որտեղ բայց նաեւ էս կա էլի որ շայթուն դարձրեք Ադամի վիճակը ինքը համաձայնվեց այդ քայլին գնալ, բայց ոչ թե Եվայի նման մոլորված լինելով, խաբված լինելով, որ շատ լավ է, կարելի է այս քայլը կատարել, այս գործ անել ու ահա այս լավ բաները կլինի, չէ, ասում է ինքը չխաբվեց, չմոլորվեց։ Ասում է Եվան խաբվեց, բայց Ադամը չխաբվեց, այսինքն ինքը լավ գիտակցում էր, հասկանում էր ինքը իր արածը ոնց որ ասած։ Բայց համաձայնվեց, որովհետև ասում է տվողը կինն էր, հոժարվեց, այսինքն ոնց ասած իրան հարազատ, իրան մտերիմ, իր հետ իր ընկերը անմիջապես եւ այդ իր վրա ոնց ասած մեծ հետ ազդեցություն թողեց։ Նա գիտակցելով հասկանալով համաձայնվեց Եվայի հետ կարելի ասել վիճակ կիսել։ Այդպես էլ նրա քայլին չակառակվեց նրա հետ նրա ասած առաջարկածը ընդունեց ինչ պատճառով իր կինն էր էս էր նաև բայց նա գիտեր ասում է չխաբվեց Ադամը չխաբվեց Եվայի վիճակը ուրիշ էր Ադամինը ուրիշ էր այսինքն նրա այդ Եվայի քայլը իր խաբվելուց էր մոլորված վիճակից էր խաբված վիճակից էր Ադամինը կինը տվեց դրա համար վերցրեց Ինչ եմ ուզում սրանով ես ներկա ասեմ, որ հենց առաջին մեղքի ժամանակ երևում է, էլի, ոնց ասած, այն կողակցի, մտերիմի, հարազատի մեծ ազդեցությունը մարդու վրա, որ մարդը կարա հանուն դրա, անգամ գնա ինչ անի, Աստծո կամքին հակառակ քայլի գնա։ Եվ տեսնում ենք այդ ազդեցությունը ոնց ասած մեծ հաշվով, եթե հաշվենք բոլորս ադամական ենք, այլ ասել, բոլորս Ադամի ընտանիքն ենք, Այդ Ադամի արածը ինչ արեց, մտավ Ադամի ընտանիք եւ մեծ չարիք դառավ Ադամի ընտանիքի համար, բոլոր մարդկության համար Ադամականի համար, այդպես ասում։ Եվ տեսնում ենք այսպիսի շատ օրինակներ Սուրբ Գրքում ներկայացված է։ Մարդու չարությունը ասենց ասած վնաս չարիք է բերում իր ընտանիքին, օրինակ կուզեմ հիշեցնեմ 5 տականից թեկուս Աքարի կատարած գործը հիշում եք որ նզովատից ինքը պահեց բան արեց թաքցրեց իր տան վրանում եւ երբ որ եկավ պահը որ պիտի դատաստան լինի դատաստան եղավ իր ամբողջ ընտանիքի վրա իհարկե մեկը կարող ասի թե արդար է դա բայց հասկանում ես որ ընտանիքը տեղյակ էր ընտանիքը գիտեր ինչ որ չափով այդ իր լուր կենալով եւ չհակառակվելով իրանք մասնակից էին դարել նրա չարությանը Բայց հեղինակը, կարելի ասել, գործողը հայրն էր այդ ընտանիքի եւ վաննել ընտանիքն էլ հոժարվեց, համաձայնվեց դրա հետ։ Եվ երբ որ կարդում ենք Հեսուի գրքից, մենք տեսնում ենք Հեսուի 7-րդ գլխում գրված դա 24-ից 25 համարներում, ասում է, երբ որ հանեցին, որ այդ դատը անեն, ասում է եւ իրեն եւ իր աղջիկներին եւ իր տղաներին անգամ ասում է իր անասուններին հանին այդ ձորը քարկոծեցին սպանեցին եւ այդպես դատաստան եղավ մեր գրվածը իսկ նրա արածը եղավ մեծ վնաս իր ընտանիքի համար մեկ ուրիշ կամ հենց նույն բանի մեջ ոնց որ գրքի մեջ ներկայացնում եմ Ռախաբի արածը հիշում եք ինքը մի գործ կատարեց որ արդյունք բերեց, օրհնություն եղավ իր համար, իր բարեկամության, հարազատության համար։ Իր ասենք ասած հավատքով ու հավատքից եղած հնազանդությունով փրկություն եղավ։ Ամբողջ Երիքովը կործանվեց, Երիքովի պարիսները քանդվեցին եւ նաեւ ասենք ասած Երիքովի ժողովուրդը կոտորվեց, բայց իր եւ իր ընտանիքը, իր հարազատները, ավելի ճիշտ այնց ներկայացնում իր ընտանիք հարազատները կենթանի մնացին։ Իսկ օրհնություն եղավ ինքը իր հավատարմությունով, իր հավատքով, հնազանդությունով իր հարազատների համար, այդպես է։
Եվ սենց օրինակներ շատ կան, Աստծո մարդիկ, որոնք օրինակ Աբրահամի համար, շատ տեղերում ասում են Դավիթի համար, մարդիկ, որոնք հավատարմություն են արել Տիրոջը եւ Տերը իր սերունդին օրհնում է կամ ինչ-որ հարցերում ողորմություն անում, բարություն անում, այն պատճառով, որ ունը այդ սերնդի, ոնց ասած, հայրերից կամ գլխավորներից, ասենք, մարդ է եղել, որ հավատարմություն է արել Տիրոջը։ Սա օրինակներ են, որ ցույց են տալիս, որ այո, մեծ կարևորություն նշանակություն ունեն մարդը ոնց ասած պատասխանատվություն է կրում իր ընտանիքի համար, իր գործը, խոսքը կարա եւ օրհնություն բերի եւ անեսք բերի, որովհետեւ ինքը կարելի ասել եւ իր ազդեցությունը ունի, որ կարողանում է իր պատճառով նաեւ իր ընտանիքը իրեն լսի եւ պատճառ դառնա, ասենք, հնազանդության կամ պատճառ դառնա օրհնության։ Ուրիշտեղ ներկայացնում է օրինակի համար հիշում եք Կորխի Դաթանի Աբիրոնի, չէ, գործը, բայց այնտեղ հետաքրքիր բան կատարվեց, իր ընտանիքը, Կորխի ընտանիքը, զավակները չհոժարվեցին նրա հետ, չհամաձայնվեցին նրանց չարությանը։ Այսինքն սա էլ կա, այո, որ այնպես չի, որ ինչ որ արվում է, ընտանիքի անդամի կողմից մյուսները անպայման կհամաձայնվեն։ Եվ սա մի հատ օրինակ է մեզ համար շատ լավ օրինակ է տրվել, որ մարդը կարողանա, ինչպես գրվտերն էր ասում, ուրանա իր հորը, մորը, չէ, իր քույր, եղբայր եւ իր անձն էլ եւ Տիրոջը հետևի։ Այդպես է։ Եվ սա դառնում է օրհնություն նաեւ իր համար եւ իր սերունդի համար։ Իր համար նաեւ իր ընտանիքի համար։ Հարցեր առաջանում հոգեվորների մոտ, որ հոգեվոր մարդը իր ընտանիքում մնում է Աստծո խոսքի մեջ, հավատարիմ, հնազանդ, նեղություն է քաշում, դժվարություն է քաշում, բայց հետագայում հենց այդ հավատարմությամբ Աստծուն իր հավատարմությունն է դառնում նաև իր ընտանիքին։ Եթե ինքը ետ քաշվեր, սխալ վարվեր, շատ ընթացքը հետագան վատ կլիներ, բայց մարդը հավատարիմ անում եւ Աստված օրհնում է իր տունը։ Տեսնում ես, իր տունն էլ է շատ հարցերում փոխվում, օրհնություն կա, Տիրոջ ձեռքը կա, պաշտպանությունը կա, այդպես կարելի ասել։ Հետաքրքիր է, մի օրինակ կա Սուրբ Գրքում, որ ներկայացնում ասում է Սամսոնը, ասում է այդ մի այրուշտ պատռեց եւ ասում է այրուց հետո հետ գալուց նկատեց որ այրուծի դիակի մեջ մեղր ա դրել, մեղուկա, ասում է եւ մեղր անել, ասում է վերցրեց այդ դիակից, որ բղծություն էր համարում, ասել հատուկ պատվեր կար Տիրոջից, որ չկպնեք, չէ, մեղրը կերավ, տարավ անգամ իր ընտանիքին տվեց ու գրում է տես Սուրբ Գիրքը, ասում է հերնումերն էլ չիմացան էլ, որ էդի դիակից վերցած է, կարելի ասել առանց իմանալու իրանք էլ այդ խոսքին հակառակ գործ կատարեցին, բղծվեցին։ Այո, այսինքն հնարավոր է մարդը չնկատի էլ օրինակի համար, ոնց որ ասած, թե ինչ հետևանք է, վատ հետևանք կարա թողի որևէ աշխատանք իր կյանքում, իր ընտանիքի մեջ, այսինքն էսա, որ մարդը կարա օրինակի համար խոսի, գործի, անի բաներ, որ մեկ էլ տեսնի օրինակ ընտանիքի անդամը եկեղեցու հանդեպ, Տիրոջ ժողովրդի հանդեպ, Տիրոջ դեմ, Տիրոջ հանդեպ տրամադրված ով, ինքը մտածի որտեղից եղավ։ Իրականության մեջ իր գործն է տենց սարքել մարդը, իր ընտանիքի անդամներին։ Խոսում է, ինքը չէլ նկատում, որ իր խոսալով օրինակի համար տրամադրում է իր ընտանիքի անդամին, վատն է խոսում, բացասական է խոսում, բացասական է տրամադրում։ Մարդիկան հակառակը հատուկ հասկանալով հանդերձ իրանց պատասխանատվությունը, իրանց խոսքը անենց են ձևակերպում, անենց գործերն անում, որպեսզի եկեղեցու անդամ բանը, իր ընտանիքի անդամը տրամադրվի դեպի բարին, դեպի լավը, դրականը, դեպի եկեղեցի, դեպի ժողովուրդը, դեպի Տերը։ Ոնց ասած պայմաններ, հնարավորություններ են ստեղծում, որ իր ազդեցությունը դրական ազդեցություն բերի։ Այս մարդիկան առանց հասկանալու, օրինակ տեսնում ես մարդիկ եղան, որ եկեղեցուց դուրս գնացի հելան ու չարախոսեցին ու նայում ես իրանց ընտանիքներն էլ իրանց նման ավիրված վիճակի մեջ, ատելության մեջ, երեխեքն էլ հետները, ով շփվում է, խոսում է, ասենք որոշ բաների համար եմ ասում, նայում ես զգում եմ, որ այն ինչ որ իրանց մեջ կա, իրանց ընտանիքի մեջ է տարածված։ Այսինքն սրանք անեսք են բերում ոչ միայն իրանց վրա, այլ նաև իրանց երեխեքի վրա։ Սրանք արգելք են դառնում իրանց ընտանիքների
ապաշխարությանն ու փրկությանը։ Սրանց ձեռքերից արյունը պետք է պահանջի նաև իրանց ընտանիքի անդամների համար, որ քայլ կատարեցին, որ թշնաման ատելություն առաջացրեցին եկեղեցու հանդեպ, Տիրոջ ժողովրդի հանդեպ եւ ասենք ասած այդ պատճառով էլ նրանք կորուստ կգնան։ Եվ էսա Տիրոջ խոսքը մեզ հիշեցնում, կուզեմ մի համար կարդամ Սուրբ Գրքից, որ ներկայացնում է, ասում է առաջի Պետրոս 1:17-ից 19 նախ կարդամ, ասում մեզ էլ է ավանդվել, խոսում է հիմնականում հրյաների համար, բայց այնպես չէ, որ մենակ հրյաների համար ավանդված հայրեն ավանդ ունայն վարմունք, 1:17-ից 19 ասում է. Եվ եթե հայր է կանչում նրան, որ առանց հաչարության դատաստան անում ամեն մեկի գործի պես, ապա ձեր պանդխտության ժամանակը վախով վարվեցիք։ Գիտենալով ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրեն ավանդ ունայն վարմունքից, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես անբիծ ու անարատ գառի։ Աստված որպեսզի մեր, ասենց ասած, մեզ ազատի փրկի հայրեն ավանդ ունայն վարմունքից, այսինքն վարմունքներ կան հայրերից ավանդված, որ ունայն են եւ կործանարար են։ Եվ ինչի համար ենք մենք ժամանակին դրանց մեջ եւ այդպես ապրում, որովհետեւ մեր հայրերիցն էր։ Բա ոնց որ ասած, էս ենք, մեր հայրերը էս են, մեր ազգը էս է, մենք մշտապես շարունակաբար էս բաներն են կարել, ու այդ բաները ավանդված բաներ են, որոնք ունայն են, դատարկ են եւ կործանարար են։ Հիմա հենց հիմա լիքը կռապաշտություններ կա ավանդված այս ազգին։ Դրանք գալիս են հայրերից ավանդված։ Դրանք ազդեցիկ են, որովհետև ավանդողները, ասենք ասած, պատկանելության հարց կա։ Ավանդողները նրանք են, ումը դու ոնց ասած, ում ցեղից ես, ազգից ես, որոշ բաներ կան, որոնք ոչ թե ազգային են, նեղ, ասենք, ոնց որ ասած, այդ ցեղի բանն են, օրինակ կուրքեր կան, մարդիկ պաշտում են ու ծնվածները շարունակաբար բարձանում են, այդ նույն կուրքն են տեսնում, այդ նույն քարոզչությունը, ոնց որ ասած, այդ նույն թեման է խոսում, այդ նույն գործողությունն են տեսնում եւ շարունակում են դրա մեջ գնալ։ Ասում եմ, որպեսզի Աստված սրանից մեզ ազատի, ինչ արել, Քրիստոսի պատվական արյունն է սրա համար գին վճարել։ Այսինքն դրա գինը Քրիստոսի պատվական արյունն է։ Տերը մեզ ազատել է։ Բայց նաև էսա որ այո, Տերը նաև մեզ ազատել է հենց այն ավանդույթներից, որ մեր բանի մեջ կա, մեր ընտանիքների մեջ եղել է եւ որոնք կործանարար են եւ որոնցից մենք ազատվել ենք, որպեսզի ճշմարտապես Աստծուն պաշտենք։ Ինչ եմ ուզում ասեմ, այո, մենք էլ պիտի ոնց ասած դառնանք այն հայրերը կամ այսպես կարելի ասել, եթե հայր չենք, ընտանիքի այն անդամները, որոնց ավանդված բաները օշնություն լինի, ոչ թե անես, որ Քրիստոսի արյունով բժբանանի, մաքրության հարց առաջանա։ Եվ դրա համար մենք պատասխանատու ենք, որովհետև կարևոր տեղում ենք կանգնած, ինչպես կարդացինք էլ։ Եվ տեղ կա Մատթեոս ավետարանը, որ հիշում եք, Տերը հանդիմանում էր փարիսեցիներին, քահանաներին, դպիրներին նրա համար, որ խոսում էին ու հայր էին կոչվում են մարդկանց, ովքեր որ մարգարեներ են սպանել, եւ իրանք էլ այդ մարգարեների գերեզմանները, սպանված մարգարեների գերեզմանները հարդարում են, գեղեցկացնում են, բայց անվանում են այդ սպանողներին իրենց հայր, ասում են, եթե մեր հայրերի ժամանակում մենք լինենք, մենք այդ բանը չենք անի։ Եվ Տերը հանդիմանում ասում է, եթե դրանց նորից հայր եք անվանում, ուրեմն ձեր կապը չեք կտրում։ Դուք տեսնում եք, որպես նրանք ձեզ հայր։ Եվ հետևաբար, այն որ ասում է, երկու պատիկ ավելի գեհենի որդի կլինեք, նրանց լսեղով, ոնց ասած, նրանց վրա եղած ոգին ձեր վրա կգա եւ նրանց վրա նրանց գործած գործերը դուք էլ կանեք, այդ ասում Տերը ասում է, ես կուղարկեմ ձեզ մոտ մարգարեներ, տարբեր Աստծո մարդիկ, արդարներ եւ դուք նրանց կսպանեք, որպեսզի նրանց այրոնը ձեզանից պահանջվի։ Անկամ ասում է Աբելի այրոնից սկսած մինչեւ Զաքարիայի որդի Բարաքիայի որդի Զաքարիայի այրոնը։ Այսինքն էս այո, այդ ընթացքը, երբ որ կա բան, ոնց որ ասած, ավանդ կամ այսպես ասած, գործ, խոսք, որը
կարա չարիք բերի, մենք ինքներս պետք է դա ուշադիր լինենք, որ ինչպես Տերն էր ասում Ղուկաս 14-ում ուրացող լինենք, մերժող լինենք այդ ամեն ինչը, որպեսզի այդ չարիքը մեր վրա չհասնի։ Այսինքն ոչ միայն մենք կարանք պատճառ դառնանք օրհնության կամ չարիքի, կարան մեր համար, որոնք ոմանք պատճառ դառնան, որ ազդեցիկ են իրենց բարեկամական, հարազատական կապի պատճառով։ Մեր հայրերն են, այսպես ասած, ինչպես խոսքն ասում։ Դրա համար մենք պիտի ուշադիր լինենք, եւ մեր գործը ինչպեսին պիտի լինի, եւ պիտի ուշադիր լինենք, ինչպեսի գործ է կատարվում մեր նկատմամբ, ընդունել թե մերժել, ինչպես Տերն է 14 Ղուկաս ասում, ուրանալ, ատել կամ։ Թող Աստված օրհնի մեզ եւ Հիսուս Քրիստոսի գործը, որպես ոնց որ ասած մարդկության համար մի գործ, որը մտավ մարդկության մեջ եւ մարդկության սերունդ, մարդկությունը հնարավորություն ստացավ փրկվելու, դա ամենամեծ օրինակն է։ Տերը որպես ոնց որ ասած երկրորդ Ադամ, երկրորդ սկիզբ, երկրորդ հայր մարդկության գործ կատարեց եւ շնորհիվ դրա մենք օրհնվեցինք հավիտենական օրհնություններով։ Աստված թող օրհնի մեզ, կուզեմ որպեսզի մենք աղոթք անենք մեր համար, մեր պատասխանատվության համար եւ Տերը մեզ օրհնի, որպեսզի մեր գործը, քայլը, վարմունքը օրհնության դուռ բացի մեզ լսողների, մեզ հետ կապված մարդկանց կյանքում։ Աղոթք անենք։